Իլհամ Ալիևի բացակայությունը Մոսկվայի հաղթանակի շքերթից, բազմաշերտ քաղաքական ազդակ։ 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվող ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի շքերթը, որը համարվում է ոչ միայն պատմական հիշողության, այլև քաղաքական ներկայության հարթակ, այս տարի աչքի ընկավ մի ուշագրավ բացակայությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր եկել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք մասնակցելու միջոցառմանը։ Եթե հաշվի առնենք, որ այս տիպի միջոցառումները երկար տարի վայելել են Ադրբեջանի բարձր մակարդակով ներկայացվածությունը, ապա Ալիևի բացակայությունը չի կարող չընդունվել որպես քաղաքական ուղերձ։ Պաշտոնական Բաքուն որևէ բացատրություն չի տվել նախագահի չմեկնելու վերաբերյալ, սակայն ինչպես ադրբեջանական, այնպես էլ միջազգային վերլուծական շրջանակներում շրջանառվում են մի շարք պատճառաբանություններ, որոնք ըստ քաղաքական մեկնաբանների ներկայացնում են ոչ միայն Բաքու-Մոսկվա, այլև տարածաշրջանային ողջ օրակարգում գոյություն ունեցող լարվածության խորացումները, վթարված ինքնաթիռը եւ քննության թափանցիկության բացակայությունը։ Առաջին եւ ամենաշատ վերլուծությունների թեմա դարձած պատճառը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ինքնաթիռի վթարին։ Ղազախստանի Ակտաուի օդանավականի մոտ վթարի ենթարկված ադրբեջանական ավիաուղիների Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարից անցել է ավելի քան 5 ամիս, սակայն ռուսական կողմը չի տրամադրել որևէ հստակ տեղեկատվություն տեղի ունեցածի վերաբերյալ։ Թեև ոչ Ալիևի շուրթերից, սակայն տեսականորեն գրեթե պաշտոնական այս դիրքավորումը այն մասին է, որ այս 5 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից քննչական գործողություն չի իրականացվում, վթարի համար մեղավոր եւ պատասխանատու ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Ըստ որոշ աղբյուրների այս դժգոհությունն արդեն վերածվել է քաղաքական անջրպետի։ Ինչպես օրինակ նշում է Գյունաս TV-ի եթերում ադրբեջանցի քաղաքագետ Օկտայ Գասիմովը, Ալիևի Մոսկվա չմեկնելու որոշումը լիովին արդարացված է, քանի որ ինքնաթիռի հետ կապված միջադեպը հստակ ահաբեկչություն էր, ուղղված Ադրբեջանի դեմ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, վերջին շաբաթներին Ռուսաստանի եւ Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև վթարի հետ կապված նոր նամակագրություն է տեղի ունեցել, սակայն առանց որևէ դրական արդյունքի։ Բաքուն ակնկալում է կոնկրետ քայլեր ռուսական կողմից պատասխանատվության կանչելու համար հնարավոր մեղավորներին, սակայն գործընթացը կարծես դիտավորյալ ձգձգվում է։ Ալիև-Փաշինյան չհանդիպելու քաղաքական ազդակը։ Մյուս կողմից Ալիևի եւ Փաշինյանի ուղիները այս օրերին չհատվեցին, ինչը համընկավ նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ակնհայտ դանդաղեցման հետ։ Որոշ վերլուծաբանների կարծիքով այս հանգամանքները կարող են խոսել Բաքվի դժգոհության մասին ոչ միայն խաղաղ գործընթացի ընթացքից, այլև Ռուսաստանի միջնորդական դերի արդյունավետության նվազումից։ Միաժամանակ շրջանառվում է տեսակետ, որ Ադրբեջանը մտահոգություն ունի կապված Երևանի եւ Մոսկվայի հարաբերություններում նկատվող վերադասավորումների հետ։ Թեև այստեղ Երևանում այդ վերադասավորումները այդքան էլ նկատելի չեն եւ գուցե ընդհակառակը, սակայն Բաքվում կարծում են, որ Ռուսաստանն անուղղակի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, երբ Հունաստանը, ինչպես իրենք են նշում, Հայաստանին փոխանցում է ռուսական արտադրության զենքեր։ Ալիևի այս քայլի հնարավոր պատճառների շարքում շրջանառվում է նաեւ վարկածը, ըստ որի փետրվարին ադրբեջանական մեդիա դաշտերը ենթարկվել են կիբերհարձակումների, որոնց հնարավոր աղբյուրը որոշ տելեգրամյան ալիքներ կապում են ռուսական կողմի հետ։ Թեև այս տեսակետը չունի պաշտոնական հաստատում, այն տարածվում է ադրբեջանական մեդիայում, այդ թվում մերձիշխանական լրատվամիջոցներում եւ փաստացի միջպետական բարձր մակարդակի հարաբերություններն այսպիսով իջեցվում են ամենացածր ընդհատակյա մակարդակի։ Ըստ որոշ փորձագետների, Ադրբեջանի նախագահի համար Մոսկվա չմեկնելու պատճառ է հանդիսացել նաեւ Մեջլիսի իշխանական պատգամավոր Ազեր Բադամովի հետ կապված միջադեպը։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք իր հակառուսական հայտարարությունների պատճառով։ Դեպքը տեղի ունեցել 2025 թվականի մայիսի 4-ին։ Բադամովի մուտքը արգելվել է Ռուսաստանից դուրս գալու եւ մուտք գործելու կարգի մասին Դաշնային օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների հիման վրա։ Հիմք է հանդիսացել պատգամավորի հակառուսական եւ ռուսատյաց բազմակի հայտարարությունները։ Ռուսաստանը որպես կանոն ստոպ լիստերի պրակտիկա չի կիրառում բարեկամ պետությունների ներկայացուցիչների նկատմամբ, սակայն հիշեցնենք, որ նմանատիպ միջոցներ նախկինում կիրառվել էին Ադրբեջանի կողմից, այդ թվում Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի նկատմամբ։ Կիրառված միջոցը, ինչպես հաղորդել են լավատեղյակ աղբյուրները, կրում է բացառապես անձնական բնույթ եւ չի ազդում Ադրբեջանի հետ դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունների զարգացման Ռուսաստանի անփոփոխ կուրսի վրա։ Սակայն ինչպես տեսնում եք, պաշտոնական Բաքվում այդպես չեն կարծում։ Դեռ մի բան էլ նեղանում են այդ քայլից ու բացակայում Ռուսաստանի եւ տարածաշրջանի համար այդքան կարևոր միջոցառումից։ Եվ վերջում հաղթանակի շքերթի փոխարեն Աղդամի Մուղամի կենտրոն։ Մինչ Մոսկվան հյուրընկալում էր դաշնակից եւ գործընկեր պետությունների ղեկավարներին, նշելու մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց օրն անցկացնել հայրենիքում, մասնակցելով Աղդամում Մուղամի կենտրոնի բացման արարողությանը։ Ըստ որոշ մեկնաբանությունների այդ քայլը գիտակցված խորհրդանշականություն ուներ։
Ալիևը մայիսի 9-ը կապեց ոչ թե համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձության՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի հետ, այլ իր հոր Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձի հետ։ Սա ներկայացվում է որպես ազգային համախմբման խորհրդանիշ, սակայն տվյալ ընտրությունը անտարբեր չթողեց իրավիճակին հետևողներին։ Քննադատական գնահատականներ են հնչում այս առումով, որ նման օրերին բացակայելը, հատկապես նման բարձր մակարդակի միջազգային հարթակից, չի կարող ընկալվել զուտ որպես ներքին օրակարգի գերակայության արտահայտում։ Ի վերջո, Ադրբեջանը ոչ միայն նախկին ԽՍՀՄ անդամ պետություն է, այլև երկիր, որը բազմիցս բարձրաձայնել է իր հավատարմությունը ռուսական հետպատերազմյան ճարտարապետությանը եւ անվտանգության շրջանակներին։ Մոսկվայի զորահանդեսին չներկայանելը, որքան էլ ներքին քաղաքական ուղերձներ ունենա, կարող է ընկալվել որպես տարակուսելի ժեստ Ռուսաստանի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի հանրային ընկալման մեջ։ Ադրբեջանի նախագահի Մոսկվա չմեկնելը միանշանակ դժվար է վերագրել մեկ պատճառի։ Այն ակնհայտորեն ունի բազմաշերտ դրդապատճառներ, ներառյալ Բաքու-Մոսկվա հարաբերություններում առկա լարվածությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացում կողմերի միջև վարկենական լռությունը եւ ի վերջո անհամաձայնությունը մի շարք կոնկրետ դեպքերի շուրջ։ Սակայն ի տարբերություն այլ ղեկավարների, Ալիևի որոշումը գերադասել ներքին մշակութային միջոցառումը կարող է դիտարկվել նաեւ որպես տարածաշրջանային անորոշություն ստեղծող գործոն։ Մանավանդ այն պարագայում, երբ տարածաշրջանային փոխվստահության մթնոլորտը խիստ խոցելի է։ Սա միաժամանակ ուղերձ է թե Մոսկվային, թե մյուս տարածաշրջանային դերակատարներին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Սակայն հարցը այստեղ միայն անկախ կեցվածքը չէ, այլ նաև այն, թե արդյոք ընդունելի է, երբ պատմական կարևորության միջազգային միջոցառումը ստորադասվում է անձնական կամ իշխանական մշակութային օրակարգերին։ Իսկ թե որքանով է այս քաղաքական վարքագիծը նպաստելու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ցույց կտան առաջիկա զարգացումները։ Հայաստանում սա ընկալվում է որպես անհասկանալի ազդակ, որը ոչ միայն ավելի է հեռացնում Բաքվին կառուցողական երկխոսության տիրույթից, այլ նաև հարցականի տակ է դնում տարածաշրջանում համերաշխության եւ համագործակցության կառուցման հեռանկարը։